Բանձզը հատվածն է, խոստացել էի այս հատվածը ձեզ համար վերլուծել։ Ու տեսեք, թե ինչ հրաշալի է Նարեկացին գրում մարդու հոգու կառուցվածքը, ու այն, թե ոնց է մարդը ինքն իրեն հիվանդացնում։ Այս մասին խոսել են նաև եգիպտացիները, խոսվել է յոգայի մեջ, տարբեր տեղեր, խոսվել է Արիստոտելի մոտ, հոգու աշխատության մեջ։ Արիստոտելն ասում էր, որ մարդը բաղկացած է կենդանական մարմնից, բուսական մարմնից և բանական մարմնից, այսինքն բուսական, կենդանական և բանական մարմնից։ Ու Նարեկացին նայեք ոնց է տալիս այդ հատվածները։ Քանզի իբարը սքանչելի և ահավոր մեծիդ, մարդու սկազվածքը Բաղդադեցիր տարերից ներհակ, որոնցից մեկը թանձր ու ծանր է, ֆիզիկական մարմնի մասին է, մյուսը թեթև, եթերային մարմին, էներգետիկ, մեկը սառնաշունչ, աստրալ մարմին, հակումների մարմին, մյուսն հրային, մենտալ մարմինը, որպեսզի մենք այդ հակամարտների դիմադրություն իրար նկատմամբ անաչառ կերպով հավասար պահած, ներդաշնակելով արդար համարվենք, այսինքն մարդը առողջ է և արդար այն ժամանակ, երբ որ այդ մարմինները բալանսի մեջ են։ Ֆիզիկական մարմինը, էմոցիաները, միտքը, էներգիան։ Մարդը առողջ է, այսինքն լավ վիճակում է, երբ որ սրանք լավ վիճակում են, բալանսի մեջ են։ Բայց եթե միտեղ խախտում կա, արդեն մարդու ընդհանուր օրգանիզմն է տուժում դրանից։ Եվ առաքինի այս դատողությամբ, որքան էլ տարով վերասլացիկ բարձր ճախրեինք, չպետք է մտքից հանեինք իսպար խոնարհությունը հողին նայելու և ընդունեինք տքնության պսակ։ Մարդիկ կան, չէ, որ մտքերին տրվում գնում են մտքերով, բայց ասում սա էլ լավ չէ, անընդհատ մտքերի մեջ լինել։ Չպետք է մոռանանք հողակցումը, այսինքն որ հողին ենք կպած, որքան էլ այնտեղ լավ է, մենք այստեղ ենք ապրում ամեն դեպքում։ Վերադառնալը շատ կարևոր է և ամուր հիմք ունենալը։ Ծառի օրինակով, ոնց է ծառը, ձգվում է դեպի լույսը, դեպի արևը, բայց նաև ամուր գնում է դեպի հողը, այսինքն արմատներ է գցում դեպի երկիր մոլորակը, սա շատ կարևոր է։ Բայց որովհետև վրիպեցինք այս ուխտի կանոնից, հողի տարերքով անասունի պես, սահեցինք իջանք ու կպանք երկրին, այսինքն երբ որ մենք հողեղեն դարձանք շատ, և մեկը աղտով, մեկն անգթությամբ, մյուսը անսանձ որկրամոլությամբ, այսինքն մեկը մարմնական ցանկություններին տրվեց, մեկը որկրամոլ դարձավ, այսինքն շատակերությունը, ցանկասիրությունը մարդուն հողային է դարձնում շատ ու կապը կորում է դեպի վերև, այսինքն Աստծո հետ։ Ընդմիշտ անհագուրդ մի զգազանի պես կարճած մնացինք բնությանը մեր, անզուսպ սլացքով, անսանձ ոսնումով, տեղից դուրս պրծած, ամբարտավանում է վայրենաբար։ Եթե այրվում ենք քո սիրո տապով, բոցիդ նշխարով, որը մեր մեջ է, այդ աստվածային մասնիկը մեր ներսում կա, երբ որ այդ ասմա վառվում է մեր մեջ, նրան առընթեր ցուրտը կենակից, կասեցնելով այդ արգելակում և անխում է բարին։ Բայց քանի որ մենք շատ բնազդային ենք դառնում, մենք կորցնում ենք քո այդ հրեղենությունը։ Ու սա իրոք կա։ Պողոս առաքյալը ինչ էր ասում։ Անօրենությունները շատանալու արդյունքում շատերի սերը ցամաքեց։ Եվ իրոք սերը 4 չակրայում գտնվող այս 4-րդ մարմնում, երբ որ մենք ներքևի մարմինների վրա անդադ էներգիա ենք ծախսում, չի հասնում վերև։ Ոնց է, երբ որ շատ ես ուտում, դու անդադ ծուլանում է քո գիտակցությունը, դու մարսողության վրա ես շատ էներգիա ծախսում կամ ցանկասիրությանն ես, եթե տրվում մենակ։ Այս մասին է խոսում։ Նրան առընթեր ցուրտը կենակից կասեցնելով այդ արգելակում և կանխում է բարին։ Եթե օդային հրեշտակային տարերքով պարզվում ձգվում ենք առքես, ծանրությունը մեր թանձր և հողային անդրանիկ նյութի ներքև քաշելով խափանում է այդ։ Այսինքն, երբ որ շատ էլ գալիս ենք դեպի քեզ, հոգևոր մղումների մեջ ենք լինում, այդ ժամանակ էլ մեզ ներքև է քաշում մեր մարմինը։ Գյոթեն ասում էր, ես ունեմ երկու մարմին, մեկը ձգվում է երկինք, մյուսը երկիր, այսինքն մարդու մեջ մարմնի և հոգու պայքարը մշտապես գնում է։ Այս մասին նաև Պողոս առաքյալն է խոսում։ Անում եմ այն, ինչ չեմ ուզում անի, և չեմ անում այն, ինչ ուզում եմ, այսինքն երկակիությունը հատուկ է ինձ։ Հակամարտությունը մշտապես էակից է, ինձ ասում էր Նարեկացին։ Մարդու հոգին ռազմի դաշտ է, որտեղ չարը և բարին մշտապես կռվում են միմյանց հետ, այս մասին Դոստոևսկին էր խոսում նաև։ Շատ կարևոր է այդ բալանսը պահել։ Բոլոր մարմինների միջև ֆիզիկական, եթերային, աստրալ, մենտալ, այս մարմինների մեջ բալանսը պահելը շատ կարևոր է։ Ու այդ բալանսի շնորհիվ է մարդը իրեն լավ զգալու, առողջ զգալու, արդար համարվելու։ Այսինքն շատ հողեղեն չլինել, շատ օդային էլ չլինել։ Հողի զգացողությունը չկորցնել ոտքի տակից։ Ու այդպես մենք առողջ կլինենք ավելի։